Բարև ձեզ, եթերում Մարիամ Ուսնանանք հաղորդումն է։ Բարի օր եւ բարի երազանքների իրականացում ձեզ եւ ձեր մտերիմներին։ Ձեզ հետ է Ջուլիետա Ստիպանյանը Եվ Սոֆի Դևոյանը։ Եթե ուզում եք մասնակցել մեր հաղորդմանը, Եթե ուզում եք ճիշտ ընտրություն կատարել, զանգահարեք կամ գրեք մեզ։ մենք ամեն բան կանենք, որպեսզի դուք գտնեք ձեր կեսին։ Իսկ հիմա հրավիրում եմ տաղավար մեր այսօրվա հյուրին։ Մեր հյուրն է դրամատուրգ եւ սցենարիստ եւ բնականաբար հոգեբան Անահիտ Աղասարյանը։ Ներս հրավիրենք։ Բարև ձեզ։ Մինչ տաղավար հրավիրելը մեր այսօրվա հարսնացուին, դիտենք դրա մասին տեսանյութը։ Աննա Հակոբյան, 24 տարեկան, ծնվել է Աբովյանում, ապրում է Երևանում մայրիկի հետ, սովորել է մանկավարժականի նախադպրոցական բաժնում, 5 տարի աշխատում է որպես բարմեն, ուզում է, որ իր ընտրյալը լինի առատաձեռն, հավասարակշռված, խելացի եւ բարի, ընտանիքի հիմքը տեսնում է սիրո մեջ։ Աննա Ջավադյան, հրավիրում ենք տաղավար։ Բարև ձեզ, Աննուշկա։ Բարև ձեզ։ Աննա, ինչու եք մենակ։ Այդպես ուզեցի։ Ձեր ցանկությունն է, հա։ Իհարկե։ Ձեզ օգնող պետք չի։ Ես ցանկություն չունեմ, ամուսնանալուց չեմ ուզում ոչ ոք ինձ օգնի։ Ես ինքս միայնակ կարող եմ շատ հանգիստ եւ գեղեցիկ ընտրություն կատարել։ Ոյ ապրես դու։ Աննան ինքնահաստատված անձնավորություն է Երգում է, պարում է։ Այո, որովհետեւ ոչ մեկի խորհրդի կարիքը չունի, այսինքն ընկերուհիների, որպեսզի գան խորհուրդ տան, չէ։ Իհարկե։ Իսկ մեզ կվստահես մի քիչ։ Մի քիչ չէ, բավականին կվստահեմ։ Շնորհակալ ենք։ Դե ուրեմն պատմի քո սիրո պատմությունը։ Ճիշտն ասած, սիրահարվել եմ, փոխադարձ է եղել իհարկե, բայց ինչ որ անձնական խնդիրներ առաջացան, բաժանվեցինք։ Այդպես չհասանք մեր նպատակին։ Ինչ էր, խանդոտ էր։ Խանդոտ էր, այո, շատ խանդոտ էր։ Դա խանգարեց ձեր հարաբերություններին։ Այո, բավականին խանգարեց, որովհետև իմ կարծիքով անգամ երբեմն, երբ որ խանդը լինում է անիմաստ, դա նույնպես նյարդերի վրա ազդում է եւ երբ որ գիտես, որ այդ մարդու հետ ես ամբողջ կյանքում ապրելու եւ այստեղ առաջանում է քո հանգիստ լինելու պահը, յուրաքանչյուր անձնավորություն ցանկանում է կյանքում լինել, ապրել հանգիստ, դրա հետ միասին նաեւ ուրիշ բնավորության գծեր, որ ինձ դուր չեկավ, այդպես չստացվեց։ Աննա ջան, իսկ թույլ էր տալի, որ դու աշխատեիր։ Թույլ էր տալիս ես աշխատեմ, ոչ, այդա թույլ չէր տալիս։ Իսկ ես, այո, իսկ ես ամբողջ կյանքում զբաղվել եմ պարով, ինքս ազատ անձնավորություն եմ, սիրում եմ արվեստը, շատ, դա ինձ համար ուղղակի կյանք է։ Իսկ դու պատրաստ ես, եթե ամուսնանաս, որ տան ինչ որ գործերը վերցնես քո վրա, եթե դու շատ զբաղված ես։ Իհարկե, չէ, ես շատ հաճույքով ամեն ինչը հասցնում եմ, ես շատ արագաշարժ եմ, ինձ համար այդպեսի խնդիրներ չեն կարող լինել։ Դու ինքդ քեզ կարողանում ես ապահովես ֆինանսապես։ Այո, բավականին։ Իմ արվեստը իմ պար ինձ թույլ է տալիս, ես ինքս ինձ ոչ թե պատկերացնում, հենց իրականում ես ինքս հիմա ներկապահին շատ ապահոված ֆինանսապես եւ ինքնավստահ անձնավորություն եմ։ Աննա ջան, իսկ դու ինչ տղամարդ կուզեիր կողքիդ տեսնել։ Ինչպիսի տղամարդ կուզեի տեսնել։ Նախ շատ անկեղծ, երկրորդը մարդ, մեծատառով մարդ, որը հիմա մեր օրերում մի քիչ շատ դժվար է գտնել։ Մեծատառ ասելով ինչ ես հասկանում։ Մեծատառ հենց մարդ, երբ որ ասում ես մեծատառով մարդ, այսինքն մարդկային հատկանիշներով օժտված մարդ։ Թվարկեմ, անշահախնդրությունը մարդու մեջ, համեստությունը, բնավորության համեստությունը, անկախ իր հնարավորություններից, այդքանը։ Դու ինքդ համեստ մարդ ես։ Այո։ Աննա, դու ոնց ես կարծում, կգտնես Հայաստանում տես տղամարդ, որ թույլ կտա քեզ դու զբաղվես քո արվեստով ու ամուսնանա հետը։ Ճիշտն ասած, շատ տեղին հարց տվեցիք, չեմ կարծում, որ կգտնեմ Հայաստանում։ Հույսս էլ չեմ կորցնում, բայց իմ խառնվածքը ավելի շատ համապատասխանում է եվրոպական, երբ որ հյուրեր են գալիս, ես ասենք բարի ելնելով շփվում եմ եվրոպացիների հետ, ես իրենց մեջ ավելի մեծ մարդկային արժեքներ եմ տեսնում
Ռեակցիան իրանց ուրիշ է։ Եվ ապագան այնտեղ ավելի շատ են պատկերացնում, քան Երևանում, Հայաստանում։ Աննա, դու քանի տարեկան էիր, որ սիրահարվեցիր։ 22 22 առաջին անգամ։ Առաջին անգամ Եվ քանի տարի 22 սիրահարված մնացիք։ Շատ կարճ, 1 տարի։ Չես նշանվել, չես ամուսնացել։ Ոչ։ Աննա ջան, բայց այդքան բանը պատմելու հետ մեկտեղ դու մնացել ես Երևանում, Այն համապատասխան ապեր հաշվապահն ու պարոյին։ Երևանում ես աշխատում եւ համենայն դեպս ոչ մի վատ բան հայ տղամարդկանց մասին չես Չէ, ասում եւ բոլորովին։ ուզում ես հայ տղամարդ գտնես, չէ՞, ես այդպես հասկացա։ Գիտեք, այ ազգային կա այդպիսի բան, որ անպայման կուզես քո ամուսինը լինի հայ, բնականաբար։ Բայց եթե լինի օտար ազգ, բայց էլի մարդ, շատ լավ մարդ եւ հասկանանք իրար, դա ինձ մոտ մեծ խնդիր չի առաջացնում։ Շատ հետաքրքիր բան է կատարվում, օտարամոլությամբ տարապում են մեր Չէ, աղջիկները։ բայց տես իր հարցը մի քիչ ուրիշ է, Ջուլիա ջան։ Ինքը չի ասում ես չեմ սիրում կամ չեմ ուզում, ինքը ուզում է, մենակ ասում է գտնվի տենց մեկը, որ թույլ տա իր արվեստը մի քիչ այլ արվեստ է։ Տիկին Ջուլիա, դուք չեք գտնում, որ Երևանում օրինակ, ասենք, իմ արվեստը պարն է, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Այո, իհարկե։ Բայց կարծում եք, որ Երևանում իմանալով, որ ես արևելյան եմ պարում, Այո։ եւ շատ հանգիստ կարող է ասել, որ ես ցանկություն ունեմ ամուսնանալու այս աղջկա հետ։ Իսկ ինչու ես կարծում, որ ոչ։ Ես այդպես չեմ կարծում։ Հարց եմ տալիս։ Արի մենք այսօր փորձենք, հա։ Փորձենք։ Քեզ համապատասխան, քո արվեստին համապատասխան տղամարդիկ կան։ Տղամարդիկ բոլորը մի բնավորությամբ չեն մեր Հայաստանում։ Մարդիկ կան, որ այո, ինչու՞ չէ սիրում է, որ իր կինը պարուի է։ Արևելյան պարերի պարուի, իսկ ինչ վատ բան կա դրանում։ Բոլորովին, ես շատ ուրախ Նայած թե ինչպիսին է ինքը անձապես մարդը, թե չէ արվեստը, թե արևելյան է, թե եվրոպական է, ինձ թվում է բոլորովին չի խանգարում։ Հիմա ես կարծում եմ այսօրվա վառ ապացույցը դրա կան տղաներ հայ, որ կուզեն ունենան սենց Ես շատ ուրախ կլինեմ։ դե փորձենք մի հատ։ Փորձենք, Համար քո սիրտը գրավելու համար եկել են 3 հրաշալի հայ տղաներ։ Շատ ուրախ կլինեմ։ Ժիրայրը, Էդգարը եւ Արտակը։ Ուրախ եմ։ Դե դիմավորի ուրեմն մեր առաջի փեսացույն Ժիրայր Դավթյանին։ Բարև ձեզ։ Ուրախ եմ։ Ես Աննան եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ժիրայր դուք ում հետ եք եկե։ Իմ ընկերոջ Սուրենի։ Դիտենք տեսանյութը ձեր մասին, իսկ հետո մենք խոսենք իրար։ Ժիրայր Դավթյան, 23 տարեկան, ծնվել է Երևանում, սովորում է Ագրարային համալսարանում, ապրում է ծնողների եւ քրոջ հետ, ուզում է իր ընտյալը լինի խելացի, հարուստ ներքին աշխարհով եւ բարետես։ Խանդոտ չէ, ընտանիքի հիմքը տեսնում է սիրո եւ վստահության մեջ։ Ամուսնանալուց հետո ուզում է ապրել առանձին։ Սիրահարվել ես, Այո, սիրել ես, թե սիրահարվել ես ուղղակի։ սիրել եմ։ Եվ Ինքնել ես, բայց հետո բաժանում եմ։ պատճառը Անհամերաշխ։ ով էր անհամերաշխ։ Իրար լավ չհասկացանք, շատ ենք կռվում։ Իսկ ինչի համար էիք կռվում օրինակ։ Մի հատ փոքրիկ բան պատմի։ Եթե ասենք, ես իրան ասում եմ, դու ես բանը պետքա չանես ու ինքը դա անում է։ Ինչ օրինակ։ Ասենք, եթե ես իրան ասում եմ, պետքա դու այստեղը չգնաս, ասենք ինքը ասենք ընկերուհիներով կամ ընկերներով ինչ-որ տեղ են գնում, եթե ես իրան ասում եմ, այստեղը դու պետքա չգնաս ու ինքը ինձ չի լսում գնում է, մեր մեջ անհամերաշխություն է ստեղծվում ու դրա պատճառով ու տես նման լիքը դեպքեր։ Այստեղ քեզ ասում, թե գնացում։ Ջուլիա, Ինչ հարց տամ։ Ուրեմն ինքը քեզ ընդհանրապես դու չի տա ոչ մի բան անես, հա։ Մեր հարցնացուն արաբական, հա։ Այո։ Արաբական բարերի պարուի է։ Եթե հանկարծ հավանի ու քեզ ընտրի, Ահա։ ու դուք իրար հասկանաք, հետագայում ես սիրահարվեք, թույլ կտաս ինքը բարի։ բայց ինքը հիանալի տնտեսուհի է, խելացի Շատ աղջիկ է։ լավ անձնավորություն է, այո։ Բայց իր մասնագիտությունը արաբական բարերի պարուի է։ Դե նայած որտեղ ինքը բարի։ Այսինքն որտեղ բարի որ դու թույլ տաս։ Եթե Դա իր ես, աշխատանքն է, ինքը կլուբում աշխատում է, պատկերացնենք, հա։
Չեմ թողի, չեմ թույլ տա։ Իսկ բեմում Բեմում հնարավոր է։ Իսկ ինչ տարբերություն։ Պատկերացրա բեմում ինքը նենց դեր է տանում, որ նույն պորտապարը պիտի πάρի, այդ դերը տենց էր, որ ինքը պետքա պորտապար πάρի, հա։ Ոնց պիտի անի, պիտի ռեժիսորը նաց գիտեք, սաղ ներկայացումները խաղում է այդ կտորը հանեք։ Դե գիշերային ակումբում մնացա, որ ես չեմ կարող ամեն օր ասենք Գնաս բերես։ գնամ, ասենք ես եթե գնամ, պետք է գնամ ընդեմ մնամ, այսպես ասած, իր հետ լինեմ, ասենք որ իրան ոչ մի տղա չհամարցակ մի մոտիկանա, ասենք բեմում ես գիտեմ, ասենք դա մի ժամ կամ 2 ժամվա բան է բեմում եւ այդ 2 ժամը ես իր հետ կարող եմ անցկացնել եւ իր հետ էլի հետ կամ։ Եվ դրան պլյուս մի տարի էլ մեծ է, ոչինչ։ Ոչինչ իմ համար։ իսկ եթե 5 տարի լիներ ավելի նո։ 5 տարի մի քիչ լուրջ տիպ է։ Հա։ Դու հարց ունես։ Հարց չունեմ, ես ուզում եմ ավելացնել, որ ես գիշերային ակումբում չեմ ապարում, ես պատվերով եմ ապարում, պատվերները իրականացվում են ռեստորաններում, այդքանը։ Այդ ավելի լուրջ էր։ Իրար հետ նստած սուրճ եք խմում, մեկ էլ զանգում են։ Աննա ջան, հաճելի չի իհարկե։ Եվ չեմ ուզենա։ Չէ, դե 24 տարեկան, 25 տարեկան տղայի համար իհարկե դա մի քիչ դժվար է, Չէ, Ջուլիա ջան, այստեղ ուղղակի ուրիշ մտածելակերպ պիտի ունենա տղամարդը, լրիվ ուրիշ մտածելակերպ։ Եթե ինքը այդպեսին հանդիպի, բնականաբար ինքը Ինչ անենք, բա տանը մնա մեր աղջիկը։ Ինչ է դե արաբական բարեր ապարում։ Ոչ։ Դա ինչ անենք։ Լավ, Բարահանդեսային բարեր բարեք։ լավ մոռանանք, որ ինքը արևելյան բարերապարում։ Դուրդ գալիս, հա։ Այո։ Ինչու՞ ոչ։ Ընկերություն կանեիք։ Այո, եթե համաձայնվի։ Ընկերություն կանես, բայց չես ամուսնանա։ Եթե իրար հասկանանք ապագայում, ուրեմն Կամստանաս։ Այո։ Հետո կասես մի աշխատի, մի բարի, հա։ Իհարկե։ Ահա։ Այդ ընկերության ընթացքում եք ասեմ մի բարի։ Եթե Իսկ դու այդքան Ինչ Ջուլիա, իսկ դու կարծում Իսկ դու այդքան ուժ ունես քո մեջ, որ իրան համոզես։ իհարկե։ Կելա ռոզվյանային կյանքի։ Լավ, իրարից զրույց արեք մի քիչ։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Ինչ զրուցենք։ Հարցեր։ Ներկապահին աշխատում եք։ Ներկապային մենք ընտանիքով դեղատուն ունենք եւ հետևում եմ ես այդ դեղատանը։ Դուք ինչ կասեք ձեր ընկերոջ մասին։ Ընկերոջ, իրարը դե իմ մանկության ընկերն է, շատ լավ ընկեր է, մարդամոտ, բարեսիրտ ու սրտացավ իր հարազատների համար։ Շատ հետաքրքիր է։ Պատրաստ է ընտանիք կազմելու եւ պահելու։ Ինձ թվում է այո։ Շնորհակալություն։ Իսկ համապատասխան են այդ հարցին էլ պատասխանի։ Հա, Հա։ իմ Տեսնում կարծիքով հա, ուրիշների կարծիքը չեմ կարող ասել։ Լավ, տեսնենք ինչն է գնահատում կնոջ մեջ ամենաշատը։ Իր համեստությունը, եթե ինքը ինձ վստահի, ես իրան վստահեմ, ասենք դա եմ շատ գնահատում, որ վստահությունը չեմ ուզենա, որ խափի, խափելը չեմ սիրում ընդհանրապես։ Իսկ հետո ո՞ց սիրում։ Այդ տեսնես այդ խափողները սիրում են, որ խափում են։ Ամբողջ աշխարհը ասում է, որ սուտը տանել չի կարող, բայց ամբողջ աշխարհում տիրում է սուտը։ Հետաքրքիր է որտեղից է, եթե ոչ ոք չի սիրում։ Ոչ հաճախակի։ Ամեն ինչը հավասար է իսկեն։ Բայց ենթադրենք դու ընդրում ես մի հատ համեստ աղջիկ։ Լավ, շատ լավ համեստ աղջիկ է քո մոտ, գլուխը կա, խոնար, բան, բայց ընկերուների հետ գնում է ինչ որ երեկոյան հանդիպումներ ու նենց պորտապարապարում իր կուպալնիկներով ու իր այդ թափանցիկ շորերով ու շատ հաճախ է լինում դա, դու չես իմանում։ Բայց ոնց կլինի։ Այս աղջիկը իր պրոֆեսիան արաբական բարեր բարելն է, վատա որ կա այնպեսին ինչպեսին որ կա։ Թող իմ համար ինչքան ուզում բարի, sense ձեզի ասեմ, բայց ասենք թե ինքը մի հատ այնպես մասնագիտություն սովորի, որ այդ իր մասնագիտությունը վերացնի եւ ուրիշ աշխատանք։ Բայց կարող է իր ոչ մի մասնագիտություն այդքան գումար իրան չբերի, ինչքան որ իր մասնագիտությունն է։ Դե ես կաշխատեմ, ինչ որ պետքա։ Կապահովի ինքը։ Ինքը կապահովա։ Իսկ դուք դեղատանը կաշխատեիք։ Կներեք, բայց ոչ։ Ինչու դեղերի Ես հոտից դրանով չեմ ուզում ալերգիա։ վիրավորեմ ոչնչով, շատ հարգում եմ, բայց իմ մասնագիտությունը ես արվեստի մարդ եմ։ Իսկ հանուն ընտանիքի չեք զոհաբերի։ Դեղատանը։ Բայց հանուն ընտանիքի չեք զոհաբերի։ Երբ որ ես շատ լուրջ սիրեմ իմ ամուսնուն եւ հասկանամ, որ կարելի է նման զոհաբերության գնալ։ Մենակ իր համար ապարել։ Այդ տեսնում եք, ուրեմն նա էլ պատրաստ է զոհաբերել։ Դու անակնկալ պատրաստել ես։ Այո։ Կարող ես ներկայացնել։ Այո։ Խնդրեմ ներկայացրու։ Սա ձեզ նման գեղեցիկ աղջկան։ Շնորհակալություն։
Հրավիրում եմ տաղավար մեր երկրորդ փեսացուն Էդգար Բրուցյանին, դիմավորյանն է ջան։ Բարև ձեզ։ Ես Աննան եմ, շատ ուրախ եմ։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ ում հետ եք եկե։ Եկել եմ ընկերոջս հետ, Դավիթի։ Շատ հաճել է, դիտենք ձեր մասին տեսանյութը, իսկ հետո կխոսենք։ Էդգար Բրուտյան, 25 տարեկան, ծնվել է Երևանում, աշխատում է գիշերային ակումբում որպես մենեջեր, լուրջ նպատակներ ունի, ուզում է կայանալ եւ գտնել իրեն այս կյանքում, ցանկանում է հանդիպել խելացի, լուրջ իրեն հասկացող աղջկա, ընտանիքի հիմքը տեսնում է սիրո մեջ։ Նայդա ջան, խնդրեմ։ Մի հարց եմ ուզում տալ։ Այ առաջին երիտասարդը չեք, որ նշում է արտաքինը կարևոր չէ այդ անկետայի մեջ։ Բայց ինձ հետաքրքրում է, արտաքինը կարևոր չէ որ դեպքում, երբ որ դուք կին եք որպես ընտրում աղջկան, թե սիրո մեջ որպես ընկերուհի։ Ոնց կարևոր չի։ Տղայի համար ոնց կարող է կարևոր չլինի արտաքինը։ Դե դա եմ ասում, կարևոր, եթե կարևոր չլիներ, չեմ ասում, թող ինքը լինի, ասենք, շատ գեշ, ուղղակի նորմալ, եթե սիրեմ, ասենք, դա իմ համար կարևոր չի։ Հա, ուրեմն ներքին ավելի կարևորում եք, քան արտաքինը։ Այդ դեպքում, հա, հասկացա արդեն։ Մասնագիտության բառն չկա, ախպեր։ Բայց հարցը շատ լավ հարցերի Միչայելոցանայիթ ջան, որպես կին եք տեսնում, թե որպես սիրած աղջիկ։ Չէ, դե պարզ է, սկզբից դուր է գալիս, հետո նոր եկեք անկեղծ լինենք, էլի։ Դե հա, անկեղծ եմ։ Իսկ մեր հարցնացուն իր պրոֆեսիայով, իր մասնագիտությամբ Գիտես ինչով է զբաղվում, լսեցիր, չէ երևի։ Բայց ինքն էլ գիշերային ակումբի մենեջեր։ Դու իրան թույլ կտաս, եթե դուրդ գա եւ ինքը քեզ ընտրի։ Թույլ կտաս ինքը աշխատի իր մասնագիտությամբ։ Թույլ կտամ, ասենք, նսկ ստեղծեմ հարմարությունները, որ համ իրան հարմար լինի, համ էլ ինձի։ Այսինքն աշխատի, չէ՞ որ բարի։ Թույլ կտամ, որ բարի, իհարկե, դա իր մասնագիտությունն է։ Բայց ձեր գիշերային ակումբում։ Չէ, գիշերային ակումբում պարզ է, թույլ չեմ տա, ինձ դու։ Բա որտեղ տանը։ Չէ, տանը չէ, ասենք որտեղ ինքը ապարում, ասենք, թե համերգներ է, թե ասենք հարսանիքներ, ծնունդներ։ Բայց ինքը պատվերով է ապարում։ Այսինքն հարսանիքների բաների թույլ կտաս գնա բարի։ Հա, թույլ կտամ։ Այ ապրես, եթե ուզում, տեսար որ կա։ Տեսար որ կան ժերայրի պես տղաներ, տեսար։ Իսկ դուք թույլ կտայիք, որ ձեր կինը արաբական բարեր պատվերով։ Պատվերով այո, նայած վայրում, բայց դուք Իսկ դու թույլ կտայիր, որ քո կինը բարեր արաբական բարեր պատվերներով։ Այո, թույլ կտայի, բայց նայած այն պայմանով, որ իմանայի պատվիրատուն ով է։ Այսինքն ով պետք է լինի, որ թույլ տակ։ Նես նորմալ մարդ լինի, մասան նորմալ լինի, նոր ես թույլ կտամ, որ Հարսանիքա, պատվեր են տվել։ Հարսանիք, ծնունդ, Պետք է իմանա պատվիրատուն ով է, նոր թույլ կտամ իմ կինը։ Իսկ դուրա գալիս մեր հարսնացուն։ Այո։ Ծիրո պատմություն ունեցել եք, անպայման չէ։ Հա, պատմեք, ինչու հիմա միասին չեք։ Դա իմ անձնական խնդիրն է, չեմ պատրաստում հեռարձակել եթերով։ Այո։ Եվ ինչքան ժամանակավոր մենակ եք։ Մի 6 ամիս։ 6 ամիս։ Դուք լիովին մոռացել եք նրան, պատրաստ եք նոր։ Այո։ Համոզված եք, որ այլևս չեք հիշում նրան եւ չեք սիրում։ Համոզված եմ։ Էդգար ասա դու ծնողների հետ ես ապրելու, թե առանձին։ Անպայման պետք է ծնողների հետ ապրեմ։ Անպայման նրա համար եմ ասում, որովհետև տղեն մենակ ես եմ ու ցանկալի է այդպես, էլի։ Իսկ տունը մեծ է, ձեր ամեն ինչ ունեք։ Հարմարությունները կան։ Դու հարց ունես, Աննա։ Այո, ես դեմ չեմ լինի ունենալ կիսուր, կեսրար։ Շատ հաճելի է, երբ որ տանը մեծեր կան։ Ուղղակի էլի երևի նույն հարցը, հա։ Դուք հիմա աշխատում եք։ Աշխատում եմ։ Որտեղ։ Գիշերային ակումբում, հա, լավ հասկանալի է, մենեջեր։ Մատել հարց ես կարամ տամ։ Իհարկե։ Այդ զգացել եմ այդ հետաքրքրությունը ձեր մեջ շատ է։ Դուք աշխատում եք, այդ ինչ նշանակություն ունի ձեր համար։ Նախ հետաքրքրում է թե իմ դիմացինը ով է, ինչ մարդ է։ Երկրորդը նոր ֆինանսային հնարավորությունները, երրորդն էլ երևի մարդկային հատկանիշները, ոչ, ինձ ֆինանսները չեն հետաքրքրում։ Ուղղակի դա ես հարցնում եմ, ներկապահին աշխատում եք թե ոչ։ Այո, աշխատում եմ։ Պարապ տղամարդ չի սիրում Աննան։ Ես էլ չեմ սիրում որ տղամարդ։ Իսկ դու առատաձեռ տղամարդ ես։ Հա։
Հա։ Հա, միշտ։ Դու անակնկալ պատրաստել ես։ Այո, Կարող ես մեզ ներկայացնել։ կարող եմ։ Խնդրեմ։ Աննա ջան, սա սիրով նվիրում եմ քեզ։ Շատ շնորհակալություն, բայց ես պետք է տեսնեմ մեջը ինչա։ 1 վայրկյան։ 1 վայրկյան, հա, շատ գեղեցիկ է, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն Արտակ ջան։ Հաղորդման հովանավորն է։ Խաղարկությունը շարունակ։ Այո։ Ապա։ Խնդրեմ։ Այս երևի իմ նկարը կտեղադրեմ այստեղ։ Այդ իմ նկարն է։ Դա շո։ Խնդիր չկա։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Սա Շունիկա։ Կտանես ձեր տուն, որ չտանես, կթողնես ինձ։ Անպայման։ Կանչենք հաջորդին Սոֆի ջան։ Դիմավորի մեր երրորդ փեսացուին Արտակ Մայելյանին։ Բարև ձեզ։ Արտակ, Շատ ուրախ եմ, Աննա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է։ Արտակ ջան, ում հետ ես եկել, ներկայացրում ես։ Ընկերս է Արտակը։ Էլի Արտակ։ Շատ հաճելի է։ Մանկուց եք իրար հետ ընկերություն անում։ Ոչ մանկուց, տեն բանակից։ Բանակից։ Դիտենք տեսանյութ, իսկ հետո կխոսենք։ Արտակ Մայիլյան, 23 տարեկան, ծնվել է Երևանում, աշխատում է ռեստորանում որպես բարմեն։ Սիրում է պարել, բնույթով հանգիստ է, ընդառաջող, ներողամիտ եւ նպատակասլաց։ Երազում է բացել պարի դպրոց, ուզում է հանդիպել խելացի, հաճելի արտաքինով աղջկա, ով նախ եւ առաջ լավ մարդ կլինի։ Ընտանիքի հիմքը տեսնում է հարգանքի, սիրո, նվիրվածության եւ փողզիջման մեջ։ Ուզում է ունենալ 2 երեխա։ Արտակ ջան, ինչու պարի դպրոց, դու մասնագիտությամբ պարող ես։ Մասնագիտությամբ բարմեն եմ, բայց իմ հոբին է պարելը։ Մասնագիտությամբ բարմեն։ Այո, ես ինքս եմ սովորել պարել, մոտ մի 6 տարի արդեն։ Ու իմ ուժերի վրա վստահել եմ, որ ուզում եմ պարի դպրոց բացեմ, իմ նպատակն է։ Ու Ինչ դասավանդ ես։ որպես պարի դասատու։ Օրինակ ինչ պարեր։ Տեպտոնիկ։ Ահա։ Ինձ հետաքրքրեց հենց այն փաստը, որ դուք ցանկություն ունեք, անգամ երազում եք բարի դպրոց բացել, իմ երազանքն էլ է։ Ճիշտ ասած, իմ կողմից քայլերը արված են, բայց ոչ վերջնական։ Ուղղակի ինձ հետաքրքիր է այդ բարը ինչպես է կոչվում։ Տեկտոնիկ, ինքը կլուբային ռիթմիկ երաժշտության պարերն են, էտա։ Իսկ եթե ես ձեզ համոզեմ արաբական։ Ես պարեմ։ Չէ, դուք չպարեք, ուղղակի այդ դպրոցը ծառայի որպես արաբական։ Դե կարելի է մի մասը արաբական, մի մասը տեկտոնիկ։ Ինձ թվում է նրանք արդեն ապագայի համար պայմանավորվում են։ Դու զրույց են իրար, լավ զրուցում են։ Դուք սիրահարված եղել եք։ Չէ։ Երբեք չեք սիրել։ Չէ, ոչ սիրահարվել եմ, ոչ սիրել եմ։ Ուղղակի ինձ տրված այդ տարիքը վայելել եմ, որովհետև սիրահարվելուն հələ շատ շուտ է։ Իսկ ո՞նց ես վայելել, հետաքրքիր բան է, Ուղղակի սիրելու։ Ուղղակի չէ, ինչ որ այդ որ ասում եմ վայելել եմ, չի նշանակում ինչ որ աղջկա հետ։ Ոնց ես վայելել, հələ մի չպատմի։ Ուղղակի եթե այդ աղջկին դուր է եկել, ես այդ աղջկա հետ անցկացրել եմ այդ ժամանակը, ունեց որ երկուսը հաճելի լինի։ Իսկ ինչ որ լուրջ հարաբերություններ աղջկա հետ չեմ ունեցել։ Չես սիրել ուղղակի։ Չէ, դե երևի այդպես աղջկա չեմ գտել որ սիրեմ, երևի դրա համար։ Դու պատրաստ ես ամուսնանալու։ Չգիտեմ։ Չգիտես։ Անկեղծ չգիտեմ, դե որ սիրեմ այդ Չգիտես բախ։ ինչու։ Դե որ չեմ սիրում, երևի դրա համար։ Իսկ եթե սիրահարվես, պատրաստ կլինես։ Անպայման։ Բայց պատրաստ է լուրջ հարաբերություններ սկսել, հարաբերապես այստեղ։ Անպայման։ Ծնողների հետ ես ապրելու։ Միջև ես իմ ֆինանսներով, իմ ուժերով, եթե ֆինանսները այնպեսի տուն, ասենց եղա որ մեծ ինչ որ սաղովի կարանք դե մնանք, անպայման իմ ծնողը իմ ներկայությունը, իր ներկայությունը պարտադիր է։ Պետք է անպայման։ Արտակ ջան, այ մեր գեղեցիկ հարսիկը այսօրվա պարուհի է, արևելյան պարեր է պարում։ Թույլ կտաս իրան։
որ բարի։ Ես ինքս կարող եմ այդ բարի հոբին գիտեմ ինչա, գիտեմ որ ամեն մարդ չի կարող մտնի բարի մեջ, ամեն մարդը մոտը չի ստացվում այդ բարը։ Իսկ եթե այդ տաղանդում ունի, պետք է այդ տաղանդը իր վայելի ու ճիշտ օգտագործի։ Ես դինեի կասեի ներողություն, քանի որ Ջուլիայի ասածը արդեն երկուսն էլ համաձայն են։ Ես ուզում եմ ասեի, որ եթե ստատիստիկա վերցնենք 3-ից 2-ը հայ տղամարդ արդեն համաձայն են։ Բավականին առաջ խաղացում կա։ Կարող ենք քեզ ուրախացնենք, այո։ Մի հարց եմ ուզում տալ։ Տղամարդկանցից ոմանք շատ վատ են վերաբերում այն փաստին, երբ կինը ավելին է վաստակում, քան իրենք ընտանիքում։ Դուք դրան ինչպես եք վերաբերում։ Շատ վատ, ասեմ խի, ուրեմն տղան այնքան պետք է վստահ լինի իր վրա։ Տարբերություն չկա թե կինը թե ինքը ինչքան է վաստակում։ Եթե իրար հետ համատեղ ապրում են, ուրեմն նույն փողն է, նույն վաստակածն է, նույն իրանք են վայելելու։ Այդ դեպքում չհասկացա շատ վատ է ինչը։ Շատ վատ է այն նրան, որ ասում եք վատ ազգում տղան։ Այդ դրա որ եմ ասում, որ պետք է վատ չզգա, ուրեմն ինքը իր ուժերի վրա վստահ չի։ Որովհետև անկախ դրանից սկսում է խանդ, թե այդ կինը ուր դուց է վաստակում, ոնց է այսքան տուն փող բերում, այդ էլ արդեն կրվի արեթա, այդտենց չպետք է լինի։ Ուղղակի պետք է հաստ համերեղ երկու բառով իրար հասկանան ու վсё։ Եվ կարևորը վստահ են միմյանց։ Հա, դե դա անպայման։ Այսինքն ուզում եք ասել, որ տղամարդկանց այդ ովքեր չեն ընդունում, որ կինը շատ վաստակի, որտեղից է այդքան աշխատում, ավելի շատ այդ գործոնն է, թե այն որ ուղղակի կինը ավելի շատ է վաստակում։ Խանդը, համ այդ ձեր ասած գործը։ Արդյոք քանի որ երկուսդ էլ նույն մասնագիտությամբ, այսինքն ոչ թե մասնագիտությամբ, այդ բարով եք զբաղված։ Դուք տանը եղած ժամանակ, որ երկուսով եք, հավասար կկիսես հոգսերը տան։ Անպայման։ Դու ինքդ կարող ես պատրաստել, ենթադրենք տունը ինչ-որ գործ պետք է ասի անես, ոչ թե դու պարկես ինքը անես։ Չէ, եթե ասած մի հատ բան ասեմ, եթե իրար հասկանում են, հասկանում են, որ իրար սիրում են, ուրեմն ինչ-որ սենց իրանց մեջ պետք է էդի չլինի, ես ես պետք է անեմ, ես եմ պետք է անեմ, ով ինչ կարա, պահի դրությունից, որ ինչ կարեցավ պետք է անեմ։ Իրար նկատմամբ պետք է կարող է ես կոպիտ եմ ասում, տները հավաքեմ, ինքը եթե գործ անեմ, իչև իմ գործի ժամը գա ես այդ ամետի հետ էական չէ։ Այո։ Դուք ինչ կարող եք ասեք ձեր ընկերոջ մասին։ Իմ ընկերոջս շատ ժամանակ ճիշտ է չենք ճանաչում, բայց մոտավոր բանակից հետո ինքը նշեց ճանաչում ենք, ինքը շատ բարի հոգի տղա է, ճիշտ է ասեմ, ինձ թվում է իրականքն է Աննայի հետ կորոշեն, լուրջ շարունակեն իրենց հարաբերությունները, թե չէ։ Քեզ դուրա գալի Աննան, ո՞նց ես կարծում, սազում են իրար։ Իմ սուբյեկտիվ կարծիքը, որ համապատասխան է շատ։ Համապատասխան։ Ինքն է որոշողը։ Դուք հարց ունեք Աննա ջան։ Հարց չունեմ, բայց ինչ որ պատասխանեց Արտակը ձեր հարցերին, ճիշտն ասած մտքերով համամիտ եմ իր հետ։ Շատ տեղին պատասխաններ տվեց։ Տեսնենք։ Անայդա։ Չէ, ես հարց չունեմ։ Ջուլիա։ Դու բոլորին դուր եկար, Արտակ ջան։ Կյանքը մա տենց։ Արտակ ջան, անակնկալդ ներկայացրու տեսնեմ։ Խնդրեմ։ Հիմա որ Շատ շորերից գույնի հետ էլ սազում է, ես ռոզվի գույնի շատ եմ սիրում, շատ շնորհակալություն։ Արտակ ջան, շնորհակալություն, սպասեք ձեր սենյակում։ Դուք ել։ Հաճելեր։ Մեզ ևս։ Սխմում ես է։ Հրենոպտան։ Ու եկավ Աննայի մոտը։ Լավն է։ Վարագություն էլի տոտիկները։ Շատ լավ անակնկալ էր, բոլորիս տրամադրությունը բարձրացրեց։ Շատ հետաքրքիր տղաներ էին ու ես այնքան ուրախ եմ, Աննա ջան, որ 3-ից 2-ը համաձայն են։ Ես զգացի, որ քո աչքերի մեջ էլ փայլ կա, որ դու եկել ես նենց վստահ, որ դե չէ, հայ տղամարդիկ ոչ մեկն էլ չեն թույլ տալի եւ ահա, տես որ այդպես չի։ Գալիս է մեկից վայկանում տանում է։ Հա? Հա։ Պորտապար բարելու։
Եվ տղաները արդեն շատ պատրաստված, բոլորը աշխատանք ունեն եւ համաձայն են եւ դուրս եկավ անգամ ընկերը, որ ասեց միջև չիմանամ, ճիշտ է, պետք է իմանաս ուր ես գնում, ինչի համար ես գնում։ Ինչ շատ դուր եկան տղաները, ես օրինակ մտածում եմ, որ Արտակը քեզ ավելի համապատասխան է, չնայած բոլոր տղաներն էլ շատ հետաքրքիր էին։ Այնպես որ Անա ջան չի կարելի հուսահատվել, այդպիսի բան գոյություն չունի, ամեն աղջիկ եւ ամեն տղա իր ղսմատը ունի։ Հենց մեր երկրում պարտադիր չի փախչել ուրիշ երկրներ, որ ղսմատ գտնել։ Եվ արաբական պարերի, եւ հնդկական պարերի, եւ հազար մի պարերի Շատ շնորհակալություն։ Սիրողներ կան եւ ընդունողներ կան։ Ինչ ասեմ, շատ լավ տղաներ էին, հիմա մենք անընդհատ կրկնվում ենք, շատ լավ, իրոք լավ տղաներ էին, Էդգարն էլ, Արտակն էլ, տեսնում ես ինչպես ընդունեցին քո արվեստը, այսպես ասած, եւ հարգեցին։ Այնպես որ երկու տղաներն էլ քո ընտրության տակ են։ Իհարկե Ժիրայրը միանգամից ասեց ոչ, իսկ երկու տղաները քո ընտրության տակ են, որը կուզես նրան էլ կընտրես։ Ես ուզում եմ թողնել անակնկալ, հա։ Իհարկե, այդ բնական բան։ Ամայդը։ Ես մտածում եմ, որ 3 տղաներից դες ամենահարմարը Արտակն է, այդպես ես եմ մտածում, ընտրությունը ձերն է, Ժիրայրը հաշվապահություն է սովորում, դեղատուն ունի, նա նույնպես շատ վստահելի է, շատ լուրջ տղա է, գուցե պատրաստ արդեն ամուսնության, բայց մտածում եմ, որ հաշվապահություն եւ պարը, թե հիմա այսպես ասում եմ, որ իրար հետ կապ չունեն, բայց կյանքում այնքան կան այդպիսի դեպքեր նաեւ, որ իրար անհամապատասխան զույգեր են, թվում առաջին հայացքից, մտածողությամբ, մասնագիտությամբ, բայց շատ լավ ամուսնական զույգ է եւ երկարատև ու լավ երջանիկ ապրում են։ Այնպես որ գիտեք ինչ, մենք խոսում ենք որն է ձեզ համապատասխան, որը անհամապատասխան, բայց կյանքում երբեմն սերը հենց անհամապատասխանի հետ է լինում։ Միգուցե, ես դեմ չեմ։ Եթե դուք այնպես որ այստեղ առայժմ ընտրությունը կատարեք այդպես, ընկերություն արեք եւ կյանքը ցույց կտա, թե ձեր ընտրությունը ինչքանով է ճիշտ։ Տեսնենք։ Աննա ջան, դե հիմա պիտի գնաս եւ ընտրես քո ընտրյալին, բայց ես կարծում եմ եւ աղջիկները, որ իմ կողքին նստած են, Անայդան եւ Ջուլիան, բոլորս շատ կցանկանային քո բարը տեսնեինք։ Եվ Միգուցե դու անակնկալ մեզ համար հաճույքով, եթե կարես դու կպարես։ Չէ, երաժշտությունը ապահովված է, ես մեն պետք է պարեմ։ Բայց ես գիտեմ, որ դու լավ էլ երգում ես։ Այստեղ ասվեց, դուք լսեցիք։ Այո։ Երգը նաև իմ հոբին է, ես երգում եմ ու շատ լավ ստացվում է, ուղղակի այսօր դիտում ենք պարը։ Պարով պրոֆեսիոնալ եմ զբաղվում։ Դե գնա եւ Եթերում արի ամուսնանանք հաղորդումն է։ Եթե ուզում եք մասնակցել մեր հաղորդմանը, զանգահարեք կամ գրեք մեզ։ Մենք սպասում ենք ձեզ։ Մի քանի վայրկյանից մենք կիմանանք, թե ում ընտրեց Աննան։ Դիմավոր ենք։ Դիմավոր ենք։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Ապրես Աննա ջան։ Ապրես։ Հիմա ինչ ենք անում։ Անակնկալը պատրաստած։ Խնդրեմ։ Давай։
Ապրեսանդան ջան, թող արտակը հմայվի քեզանով եւ օրերից մի օր առաջարկություն անի։ Գայթակղի միշտ։ Դե գնացեք, ստեսություն, հաջողություն ձեզ։ Ստեսություն։ Այսօրվա մեր հերոսների հետ ծանոթանալու համար զանգահարեք կամ գրեք մեզ։ Եթերում արի ամուսնանանք հաղորդումներ եւ մենք Սոֆի Դևոյանը եւ Ջուլիետա Ստիպանյանը։ Աստված տա թող ձեր ընտրյալը օրերից մի օր ասի ձեզ. արի ամուսնանանք։ Ստեսություն։ Մինչ նոր հանդիպում։ Ստեսություն։ Հաղորդման հովանավորն է